Նարեկ Կարապետյանը բանը, որ ակցիաներ են անում, շատ հետաքրքիր է։ Բոլորը մտել են Նիկոլ Փաշինյանի բերած տեխնոլոգիաների մեջ, Նիկոլ Փաշինյանի տեխնոլոգիայով ուզում են ինչ-որ հարցեր լուծեն։ Հիմա հարցը նրանում է, այսօր ես ճիշտն ասած Նարեկին գրել եմ, ասել եմ, Նարեկ ջան, բա այտենց բաներ ես անում, ախր ինչքան այտենց բանան ես, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է բարձրանում, Հայաստանում ժողովրդավարության հիմքերն է ամրապնդվում, սենց բաներ, հիմա ոնց կարելի է ասենք, վարչապետի բերած տեխնոլոգիաներով վարչապետին հաղթել, կա դրան ձև, ինչ պետք է անեն վարչապետի կողմնակիցները այսօր, ասենք, դրա տեղը անում են նրանք, աշխարհն էլ նայում է, ընդհանրապես որ ակցիա են անում, հանրահավաքներ են անում, դա հո ասենք սեփական ժողովրդին ցույց տալու համար չի, դա որ աշխարհը տենա, աշխարհն էլ տենում է, որ ժողովրդավար պետություն է, ամեն ինչ թույլատրվում է, տվյալ ղեկավարի վարկանիշի իհարկե բարձրանում է, լավ ջիգարով բարձրանում է, հիմա ինչ ասեմ, այսօր Սամվել Կարապետյանին 3 ամսով դետա տեսա երկարաձգեցին, բայց Սամվել Կարապետյանը, որ դուրս եկավ, ընդ մի բան ասեց, դա ես արդեն գալիս եմ իմ առաջվա ասած մտքերին, որ սա լրիվ պայմանավորվածություն է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից կարելի ասես թռած է, թե չէ նման բան նա իրավունք չուներ ասի, այսօր ամբողջ եսա ռուսական կանալները այդ մասին ասելու եմ, Սամվել Կարապետյանին հարց տվին, որ ասի Նիկոլ Փաշինյանը ասում է, որ բանա Սամվել Կարապետյանը ուղղորդված է Ռուսաստանից, Սամվել Կարապետյանն էլ լսիկ չէ, ինչ պատասխանեց, ասում է չէ, ես ուղղորդված եմ հայ ժողովրդի կողմից, Հայաստանի ժողովրդի կողմից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղորդված է անմիջապես Ռուսաստանի կողմից։ Այս խոսքի համար ես արդեն կասկածներ ունեմ, որ Սամվել Կարապետյանը փաստացի Ռուսաստանից, դե ես այդ բառը որ ասեմ էլ ոչինչ ես պետական աշխատող չեմ, թռածի նման մի բան էլի ոնց որ էլի, ինձ թվում է թե ընդ է պրոբլեմ ունի, ընդեից ստե ուղղակի վարչապետը իրան պահում է, էլի, սենց ասեմ, ես առաջ տենց եմ մտածել, հիմա այսօրվա այդ իրա պատասխանից հետո մտածում եմ, որ երևի հենց այդպես էլ կա, ես դա մտածում եմ, որ հենց այդպես էլ կա, Հիմա, ինչ ասեմ ժողովուրդ ջան, այսօր վանս, որ VPN-ը միացրել եմ, տեսա, մի 3 ժամ չի անջատվում, դե ասի մտածեցի, որ չի անջատվում, բանան եմ էլի, ուղիղ եթեր անեմ, թե չէ, միացնում եմ 2 րոպե անջատվում, երկը ստիպված վիդեո եմ անում, որ վիդեոով դես հետ շփվեմ, էլի ժողովուրդ ջան, Սենց բաներ, դե հիմա երկարաձգեցին, ես Նարեկին գրել եմ, ասեցի չէ այդ մասին ոնց որ, օրինակներ եմ բերել, որ նույն սխալներն ես անում, ինչ որ անում էր բանը, են ինչա, են Բագրատ Սրբազանը, նույն սխալները կրկնում են, Սրանք ես ակցիաներով, հանրահավաքներով, բանով ոչինչ չեն հասնելու, դրանով մեր վարչապետի մեկը վարկանիշն է բարձրանալու։ Դե գրել եմ ընդ
Փաստացի իրանք չեն պատասխանում մարդկանց։ Ես իրանք սեփական էջերումն եմ բաներ գրում։ Հա, նայում են, տենում են, բայց չեն պատասխանում, պատվից վեր են համարում։ Դե ինչ անենք, հարուստ տղեկ են։ Մենք հո նրանց թայե չենք, որ նրանք մեզ պատասխանեն։ Հա, իրանց օգտինել ես գրում, չեն պատասխանում ոչ մեկի, իրենց գրառում են անում կամ վիդեո են տեղադրում, մարդիկ մտնում են, հարցեր են տալի, բան, ոչ մեկին չեմ տեսել, որ ինչ որ մեկի պատասխանեն։ Դե երևի ոչ մի բանի պատասխան չունեն, էլի ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Դե այն մեկից էլ որ մի երկու բան չասեմ սիրտս կճաքի։ Հեն Քոչարյան այսօր հա այն կարմիր մազերով աղջկա հետ նստած էլի խոսում, հա, ասում է, նա էլ ասում է, Փաշինյանը վախենում է, ասես մեր նման, ասես տղամարդու նման միտեղ հանգիստ նստի, ասում է, տրամաբանական բաներ խոսա։ Հասկանում եք, այդպես բաներ ասում։ Միտեղ հանգիստ նստի, ասես ընկել ասում է գյուղերը ժողովրդի հետ, չգիտես, ասում է ինչերից է խոսում։ Հա դե ինչ ասեմ, այս մարդկանց ինչ բացատրես։ Հա դե մտնում ես կոմենտները, մի հատ կոմենտ չկա, որ մեկը ասենք իր մասին ընդ լավ բան ասի։ Էդ է իր տրամաբանականը երևի էլի, չգիտեմ ինչ ասեմ։ Դե ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մի քանի հատ տենց հիմար բաներ ասում են, դե Իրանից է խոսում, Ամերիկայից է խոսում, թրիփից է խոսում, ասում է թրիփը դա չի կայանա, դա հնարավոր բան չի, դա ձև չի, էս մի բան չի, մի բան չի, ու ես իմ հենց հիմար բաներ է խոսում, մեկն ասի այ մարդ, այդ իշին խելք Որդյանա, տրամաբանություն Որդյանա, որ մի հատ էլ բերում եք դրամոց ես ինչ եմ նստում հավեսով էլ լսում սենց իբր թե էսի մի հատ սենց գիգանտ մույսլի էլի մի հատ ես բան ասում լսենք Քոչարյանին։ Հա, ոչ մի խոսքով շատ հետարքիր է։ Մի քիչ էլ են բանը հետևում եմ էլի սաղին էլ իրանց ասած խոսքերա բանա լսում մի քիչ էլ են դե դոդի մասին ինչ ասեմ դե դոդը մեր դոդնա նա շատ չի բանանում ուզում է այդ քաղաքականության մեջ մարդկանց հետ այդ մարդ ուզում է կապի մեջ էլի շատ բաներ չի ձգտում դոդը ճիշտն ասենք էլի ճիշտն ասենք ժողովուրդ ջան նա շատ բաներ չի ձգտում իրականը իշխանություն բան չի ձգտում պրոստ ուզում է այդ կրուկների մեջ էլի եւ վերջ հասկացաք չէ միտքը դոդը ուզում է այդ կրուկների մեջ էլի որ իրան չմոռանան բայց որ ասես ինձ ես վերջերքս նա ճիշտն ասած դոդը ես իմ բարեկամներից եմ լսել որ ասենք այն ոսկի խանութ բան որ ունի այն մեծ զոր դե ժողովրդից ասում են արեն բան քանի 20 թվից հետո վերջում չգիտեմ որքանով է ճիշտ դες բաներ ասում են դե իմ բարեկամնին էլ են ասում արեն չի վերցնում լուսի բանի փող չի վերցնում ասենք այդ տաքության բան ոչ մի պրոստը մարդիկը նե աշխատում են չի վերցնում 20 թվից հետո ասելա չեմ վերցնելու միջև Հայաստանը ոտքի չկանգնի դե մի որքանով է ճիշտ չգիտեմ ու նրա քաղաքականությունն չի էլ ուզում գա նա ուղղակի ուզում է այդ կրուկների մեջ էլի ուրիշ գաղտնիք չկա դե արդեն տարիքով մարդ էլա ու երեխա չի ջահել չի բայց այն մեկ Քոչարյանը որ նես նստում են կարմիր մազերով են աղջկա հետ նենց սերոզնի էլ թեմաներից նենց խոսում է արա դու ինչ պոլիտիկան ինչ դու այդ երբ ես քաղաքականության մեջ էր որ եկար Հայաստան ասիր ես քաղաքականության մեջ եմ ես տնտեսագետ եմ հմի այսօր դարել ես Ամերիկայի Իրանի հարցեր ես բանանում քննարկում որը սենց լեր նենց կլեր որ նենց լեր նենց կլեր մերը միայն Իրանի հետ է հետո ինչ գիտես Իրանի հետ է դուք
քեզ ինչի տեղ ես դրել, միսլի, գիգանտ միսլի տեղա դրել իրան, ես իմ ինչերա խոսում, տափակ, 5 հոգի մարդա գրում է իրա խոսացածների տակ, 5-ն էլ հայհոյանք, երևի սաղ մերոնք են մտնում տակին մի երկու հատ սիրում բան գրում, թողում հեռանում, շո էտա, ինչ ասեմ ժողովուրդ ջան, եթե ումն է հենց հետաքրքիր ինչ-որ բան կունենա, հարց կունենա, խնդրե, մեջումս գրեք, ես բոլորին էլ աշխատում եմ, բոլորին էլ պատասխանեմ, թեկուզ մի սրտիկով, թեկուզ մի խոսքով, թեկուզ մի բանով բոլորիդ էլ պատասխանում եմ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք, սաղ լավ ա լինելու, ես նույնիսկ, ես գուշակում եմ, որ հենց ընտրություններում, վարչապետը ստանալու է 55-ից 58%, հենց առաջի փուլում, հենց առաջի փուլում այդքան ստանալու է, նրանք ստանալու են բոլորը իրար հետ 20-ից 25%, ոչ ավել, բոլորը իրար հետ, դուխով եղեք, լավ եղեք, ժողովուրդ ջան, առողջ եղեք, ինչ ասեմ, ձեր ցավը տանեմ, լավ մնացեք, երեխուն բերել եմ ստե կարատեի զալնա, էլի, ժամանակի նա են սիրուն շենքը, իմ տունն ա եղե, ես վաճառել եմ, դե մա լավ զալ են սարքել, թորնիկներս դե կարատե են գնում ենա, եսա դուզ գալու ժամանակն ա, վերցնում եմ գնամ տուն, բարի գիշեր ձեզ, լավ եղեք ժողովուրդ ջան։